Ամենակարևոր պարտականությունը, որ մենք ծնողներս պետք է իմանանք, երեխաներին սովորեցնելն է ինչպես ապրել Աստծո համար, որն ավելի կարևոր է, քան կրթությունը։ Կարդանք Առակաց 22-րդ գլխի 6-րդ խոսքը. Երեխային կրթիր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, եւ նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։ Ովքեր իսկապես չեն դաստիարակում իրենց երեխաներին, մեծ մեղքի մեջ են ընկնում։ Երեխաներին Աստծուն մոտեցնելը բարդ չէ։ Հատկապես 3 հիմնական գործոն կա. երեխային տանել դեպի Քրիստոսի հետ փոխհարաբերության, աղոթք, օրինակ, տարիքին համապատասխան ցուցումներ։ Այս 3-ի կիրառման միջոցով պարզ եւ հասկանալի կդառնա երեխայի համար ամեն ինչ։ Սկսենք աղոթքից։ Աղոթենք, որ լավ օրինակ կարողանանք լինել մեր երեխաների համար։ Աղոթենք, որ Սուրբ Հոգին աջակցի, օգնի մեր երեխաներին, ձգի Աստծուն ծառայելու կյանքի ընթացքում։ Ինչպես օրինակ լինենք մեր երեխաների համար։ Անընդհատ սնվելով Աստծո խոսքով եւ ուսումնասիրելով այն։ Երեխան գիտակցում է Աստվածաշնչի կարևորությունը, երբ տեսնում է, որ ծնողները ոչ միայն գիտեն Աստծո խոսքը, այլ ամեն օր փորձում են այդպես ապրել։ Եվ ընդհակառակը, եթե երեխան տեսնի, որ հայրն ու մայրը եկեղեցում կամ մեկ այլ մարդու ներկայությամբ այլ են, տարբերվում են, նա կնկատի կեղծավորություն։ Սա չի նշանակում, թե ծնողներն անսխալական են, երբեք չեն կարող սխալվել։ Սա նշանակում է, որ կերպարանավորվում են։ Ծնողները չպետք է երկդիմի լինեն, երկու կերպարանք ունենան, տանը անհնազանդ, եկեղեցում կամ օտարի ներկայությամբ հնազանդ։ Լավագույն օրինակն անկեղծությունն է, հնազանդությունն է, Աստծո խոսքի կարևորությունը գերագնահատելն ամենից առաջ։ Այնին սխալվելու դեպքում պետք է պատրաստ լինենք խոստովանել դրանք, ընդունել մեր անհաջողությունները եւ ջանք գործադրելով շարժվել առաջ։ Ամեն տարիքի համապատասխան կարող ենք խոսել մեր երեխաների հետ, բացատրել, որ ամեն բարի գործ, հաջողություն, ապահովություն Աստծուց է եւ Աստված շատ է ուրախանում, երբ մենք բարի գործ ենք անում, օգնում ենք, եւ դա մեր կյանք է բերում առատ օրհնություններ։ Առօրյայում մենք հնարավորություն ունենք պատմելու Աստծո մասին, հիշեցնել երեխային, որ Աստված ամենուր է եւ նա է ամեն ինչի հեղինակը։ Վստահենք Աստծուն աղոթքով։